երկիրը որպեսզի լինի գրավիչ ներդրումային տեսանկյունից, հրապուրիչ տնտեսական զարգացման տեսանկյունից երկու հիմնական պարամետր գոյություն ունի։ Առաջինը դա անվտանգային համակարգն է, երկրորդը սեփականության իրավունքի պաշտպանությունը։ Անվտանգությունը թողնենք մի կողմ, բոլորս գիտենք այսօր ինչ իրավիճակ է, մեր սուվերեն տարածքի մի մաս առնվազն ուրեմն գտնվում է չհաշված Արցախը թշնամու տիրապետության տակ, սա չքննարկենք, որտեղ դա ակնհայտ է, որ մենք ունենք ինչքան էլ խոսեն խաղաղության օրակարգից, դեռ չկա խաղաղության փաստաթուղթ ստորագրված, այսինքն խաղաղության վերաբերյալ։ Երկրորդը, ինչպես ես արդեն նշեցի, դա սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրն է։ Այն ինչ կատարվում է այսօր հեծի շուրջ, ես այդ տեսանկյունից ընդհանրապես որպես օրինակ կարող եմ բերել, որ սեփականության իրավունքը պաշտպանված չէ, եւ ցավոք սրտի այդ երկու պարամետրերի չգոյության արդյունքում երկիրը չի կարող լինել հրապուրիչ տնտեսական զարգացման տեսանկյունից, ներդրումների տեսանկյունից։ Ինչ վերաբերում է տնտեսական զարգացմանը, որ ասում են տնտեսությունը զարգանում է, նախ մենք գործ ունենք հակասական իրավիճակի հետ։ Ինչի հաշվին է երկիրը զարգանում։ Երկիրը վերջին 2-3 տարիների ընթացքում արձանագրել է ավելի շուտ տնտեսական ակտիվության այդ ցուցանիշները աճել են շնորհիվ Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցության։ Այսինքն ապրանքները ներկրվել են տարբեր երկրներից, դրանք դարձել են Եվրասիական միության ապրանքներ մեր երկրում, այնուհետև ազատ արտահանվել են Ռուսաստանի Դաշնություն։ Հիմնականում բոլոր այն ապրանքատեսակները, որոնք ուղիղ չէին կարող երրորդ երկրներից ներմուծվել Ռուսաստանի Դաշնություն։ Սրա հաշվին մենք արձանագրել ենք տնտեսական աճ։ Մյուս կողմից հարաբերությունները փչացնում են եւ մաքսիմալ օգուտ չեն քաղում այդ նույն Եվրասիական տնտեսական միությունից, խոսում են Եվրամիության անդամակցելու մասին, մոռանալով մի շատ կարևոր բան։ Այնպես ինչպես ցանկացած մասնագիտության մեջ գոյություն են որոշակի պրոտոկոլներ, այսպես ասեմ ժողովրդական լեզվով, ասենք օրինակ բժշկության մեջ բժիշկներն առաջնորդվում են իրենց պրոտոկոլներով, որ պետք է այս դեղորայք ընդունես այսինչ հիվանդության պարագայում, այնպես էլ տնտեսության մեջ կամ տնտեսագիտության մեջ գոյություն ունի մի չափանիշ։ Եվրամիությունը խոսում է, բանակցում է պոտենցիալ անդամակցող երկրների հետ միայն այն պարագայում, երբ տվյալ երկրի արտահանման 40%-ը բաժին ընկնում Եվրամիության անդամ երկրներին։ Հայաստանի Հանրապետության պարագայում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 4.5%։ Մեր ընդհանուր Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը 8% չի կազմում։ Հետևաբար մեզ հետ որևէ մեկը Եվրամիության անդամ որևէ երկիր չի նույնիսկ բանակցի։ Այսինքն սա ընդհանրապես քաղաքական օրակարգ է, խոսել Եվրամիության անդամակցելու մասին, ի վնաս Եվրասիական տնտեսական միությանը։